Ձեր կարծիքով Նիկոլ Փաշինյանն իրավունք ունի հորդորել հոգևորականներին միանալ եկեղեցու բարենորոգմանն ու զեղչել կաթողիկոսի անունը։ Կաթողիկոսի համար ես չեմ լսել լավ բան։ Ես աչքով եմ տեսել, թե Մոսկվա ինչ են կատարում կաթողիկոսի աղբոր եկեղեցում առանձին մարտի կանգնած փող էին վերցնում, որ ստորագրեին այն ժամանակ բանին Քոչարյանին։ Բա ոնց կարելի է եկեղեցին կատարել արկու վաճառքի բան, անօրինական բան։ Էդի չէ որ կաթողիկոսն է մեղավոր։ Չեմ ուզում իր խոսածածները ամփոփեմ, շատ վատ։ Նիկոլ Փաշինյանովա որ եկեղեցու ինչ որ հորդորում անի, ինչ որ մի բան անի։ Երկրի վարչապետը թող իր կառավարությունով զբաղվի կամ ես իմ իր պարտականություններ որտեղ կարդացել որ վարչապետը պետք է իր պարտականությունների մեջ ամտնում որ ինչ որ եկեղեցի հարցով զբաղվի, ինչ կապ ունի եկեղեցու։ Ոչ իրավունք չունի, նա ընդհանրապես Հայաստանում ոչ մի իրավունք չունի, որտեվ նա տերորիստ այլանդակի մեկն է։ Ինչ լեգիտիմ։ Հայը փողի ուժով, այդ բռնի ուժով ընտրվել է, դա չի շակում դեռ լեգիտիմ։ Փաշինյանն մեգելն է ինչ կուզենեն։ Ըստ սահմանադրության ոչ եւ մենք շատ ավելի լուրջ խնդիրների առաջ է երկիրը կանգնած առաջինը դա Սյունիքի հարցն է որ դա իսկապես չլինի կարիդոր պետք է այդ հարցերով զբաղվի պարոն Փաշինյանը վարչապետը երևի դա ավելի կարևոր հարց է այս պահին դիվանագիտական ուղիներով փորձի այդ հարցը լուծի, որ դա չլինի կարիդոր։ Իհարկե ունի Նիկոլ Փաշինյանը բոլոր իրավունքները ունի, որովհետև նա հայ առաքելական եկեղեցու հետևորդ է առաջին հերթին եւ հետո Նիկոլ Փաշինյան եւ վարչապետ։ Եվ բոլոր հետևորդները Հայաստանի հայ առաքելական եկեղեցու իրավունք ունեն զեղչեն եւ մերժեն։ Դե որ մեր եկեղեցին պետք է նորոգվի դրանում ոչ մի խոսք, բայց դե մյուս կողմից սահմանադրությունով պետք է շարժվել, որտեղ վարչապետը ինքը պետք է առաջինը պահպանի սահմանադրությունը։ Շատ վատ։ Երկար չեն խոսում, բայց վատ։ Շատ վատ։ Ահավոր վատ։ Բացասական։ Մենք այն դեպս կառավարության կողմն ենք, ինչ որ որոշում է, երևի դա ճիշտ է։ Ես կարծում եմ որ սա խունտա է, ներդրված խունտա է, թշնամու կողմից ու մենք ժամ առաջ պետք է ազատվել այս խունտայից ու վերջ։